It's already 5 months that I'm not able to get my things Արդեն 5 ամիս է, ինչ ես չեմ կարողանում ետ ստանալ իրերս, որոնք թողել էի ծանոթիս տանը, որպեսզի գնամ Գերմանիա եւ 7 ամիս անց վերադառնամ։ Վերադառնալուն պես հափշտակողն ինձ ասաց, թե ոչ ինձ, ոչ ոստիկանությանը ոչինչ չի տա, եւ թե իր համար միևնույն է, թե ես ում կդիմեմ։ I fuck you, I fuck the Armenian police. Then I was going to Դիմեցի ոստիկանություն։ Ոստիկաններն ասացին, թե իբր ես պարտք եմ իրերս հափշտակած Միշել Սարգսյանին, քանի որ վերջինս վաճառել է իր մեքենաներն ու գնել իրերս, որոնք $70,000 արժեն։ So I was going to police 3 times. 3 անգամ գնացել եմ ոստիկանություն։ 3 անգամն էլ թարգմանիչ չեն տրամադրել ու ստիպել են ինչ-որ թղթեր ստորագրել, մեկնաբանելով, որ ընդհանրապես գործ չեն հարուցի, եթե հայերեն չլինի։ Հետո եմ իմացել, որ օրենք են խախտել։ Որքան ասում էի գերմաներեն տվեք, հայերեն չեմ հասկանում, ասում էին, թե պարտավոր եմ հայերեն թղթերը ստորագրել։ This I cannot understand, I cannot read, and I cannot understand, and I cannot speak Armenian. Ինչևէ, ոստիկանությունից պատասխան ստացա. Այո, դրանք ձեր իրերն են, սակայն դուք պիտի վճարեք այդ անձնավորությանը ձեր իրերի դիմաց։ Իմ խնդիրը այն է, որ ես փող չունեմ ոստիկանությանը կաշառելու կամ փաստաբանական ծախսերի համար։ Many personal things, dishes from the mother of my grandmother. Even for this you must. Առաջին անգամ Հայաստան եկա որպես զբոսաշրջիկ, հետո որոշեցի փոքրիկ բիզնես բացել։ Բոլոր սարքավորումներս այդ մարդու մոտ են։ Ապուտատիկի սամաններն են իր մոտ, այնպիսի ամանները Գերմանիայում 5,000 եվրոից թանկ արժեն, հետո հատուկ սառնարաններ, լվացքի մեքենա, շորերս, մի խոսքով ամեն ինչ իր մոտ է։ So now I'm working as a German teacher in a private language school. It's Ես հիմա աշխատում եմ Blue Book մասնավոր ընկերությունում որպես գերմաներենի ուսուցիչ։ Լավ աշխատանք է, բայց այն չէ, ինչի մասին երազում էի, երբ գալիս էի այստեղ։ Ստիպված եմ, որպեսի ուտելիք գնեմ։ Եթե այսպես շարունակվի, կհայտնվեմ փողոցում։ So I was writing to German ambassador. I wait for his reaction. I was going to Դիմել եմ Գերմանիայի դեսպանին, մարդու իրավունքների պաշտպանին։ ՄԻՊ-ի գրասենյակում չեն ուզում օգնել, քանի որ հայերեն չեմ խոսում։ Նամակ եմ թողել, բայց ասում են, որ հայերեն կամ անգլերեն թարգմանեմ։ Ես էլ ասում եմ, որ թարգմանիչին վճարելու փող չունեմ։ So next step will be I will write to any of Ու այս ամենը Հայաստանի ոստիկանության երեսից, որ օգնեց գողանալ իրերս։ Ավելի մեղմ բառ, քան գողությունն է, չեմ կարող գտնել, որովհետև երբ դիմում եմ ոստիկանություն, պատասխանում են, թե դա իմ խնդիրն է, ինչպես ետ ստանալ իրերս։ Հաջորդիվ դիմելու եմ արդարադատության, ֆինանսների, արտաքին գործերի նախարարներին ու վերջում նախագահին։ As example also my winter clothes are there. And now I'm freezing when I'm going out. This is Հիմա կարող եք ծիծաղել, բայց տաք շորերս էլ են իրենց մոտ։ Մրսում եմ, աշխատավարձս էլ բարձր չէ, որ տաք շորեր գնեմ։ Ոստիկանությունը նույնիսկ դա է ինձ արգելում, վերցնել տաք շորերս։ Ըստ ոստիկանության, եթե փող չունես, դա քո խնդիրն է։ Չեմ հավատում, որ սա է Հայաստանի օրենքը։ Այսպիսի բան չի կարող լինել, որ ոստիկանությունը թույլ տա ինչ-որ մեկին գողանալ, տիրանալ անձնական իրերից։ Ինձ համար սա անընդունելի է այստեղ, Ռուսաստանում, Գերմանիայում, ամենուր։ This is law or normal in Armenia.